Բարև ձեզ, եթերում Մամուլի ակումբ հաղորդաշարի հերթական թողարկումն է, այն անցկացվում է համատեղ խորագրի ներքո եւ դա նշանակում է, որ մենք խոսելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների մասին, բայց ավելի լայն կոնտեքստում, քանի որ այսօր մեր քաղաքացիական եւ քաղաքական ամբողջ հանրությունը քննարկում է ընտրական օրենսգրքի նախագիծը եւ իր հնարավոր տեսքը այնպիսին ինչպիսին ինքը կլինի եւ բնականաբար դա ազդելու է նաեւ ընտրական գործընթացների վրա տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքներում, մանավանդ որ արդեն այս տարի սկսվել է մեծ շարք ընտրությունների տեղական, արդեն 3 խոշորացված համայնքներում ընտրություններ տեղի են ունեցել եւ մինչեւ տարվա մեջ մենք այդ գործընթացի մեջ ենք լինելու եւ դա իհարկե մեծ ազդեցություն է թողնելու նաեւ հանրապետական ընտրությունների վրա, որոնք կայանալու են կամ պլանավորված 2017 թվականին։ Իմ այսօրվա հյուրերն են Վահան Մովսեսյանը, համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ, Արփի Մաղսուդյան, Civilnet Artsans հեռուստաընկերության լրագրող, Լուսինե Հակոբյան, Իրավունքի Եվրոպա միավորման նախագահ, փաստաբան եւ Արմեն Գրիգորյանը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ընտրությունների ծրագրերի համակարգող եւ առաջին հարցս հենց Արմենինն է։ 3 տեղի ունեցավ բավականին մեծ քննարկում, որտեղ մասնակցում են եւ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ հասարակական կազմակերպությունների փորձագետները։ Ընդհանուր մթնոլորտը ընտրական օրենսգրքի շուրջ ինչպիսին է այսօր, արդյոք ինչ որ կոնսենսուսի գալիս են տարբեր խմբեր, տարբեր շահագրգռված անձիկ։ Նայեք, կոնսենսուսի առաջին այսպես ծիլերը արդեն կա, կարելի ասել, որովհետև որոշակի հարցերի շուրջ գրեթե բոլորը այդ պահանջը ունեն, հա, դա կարելի ասել հենց ցուցակների հրապարակումը, որ գրեթե կոնսենսուսային մոտեցում կա, ցուցակների մաքրումը, այնպես նաև ընտրատեղամասերի տեսագրությունը եւ այս 3 հարցի շուրջ կա կոնսենսուս, բոլորը ունեն այս պահանջը, նույնիսկ Դաշնակցությունը նախկինում ուներ այս պահանջը, որոշակի հետ է քաշվել, հա, բայց ամբողջությամբ չէ, բայց կա ընդհանուր կոնսենսուս ցուցակների հրապարակման հարցի շուրջ։ Կուսակցությունը կարծես թե չի համաձայն։ Կոնսենսուս լավ, ավելի ճիշտ կլինի կոնսենսուս -1, այդտենց ավելի ճիշտ կլիներ, պարզապես այսօրվա քննարկման շրջանակն է, որտեղ հանրապետականը չէր եկել, ընդհանուր կա այդ կոնսենսուս, բայց քանի որ այնտեղ կա քաղաքացիական հասարակություն ավելի շատ ներկայացնում է իր պահանջները, հա, օրինակ քաղաքացիական հասարակություն Transparency-ն ունի իր պահանջները, որպեսզի բարելավի օրենսդրությունը այն ճանապարհով, որ մեր դիտորդները ավելի մեծ լիազորություններ ունենան, կարողանան դիտորդական առաքելություններ ավելի արդյունավետ իրականացնել, ու նաև այլ խնդիրներ, օրինակ, երբ որ ընտրատեղամասում ինչ որ ընտրախախտումներ է կատարվում, այսօր այնպիսի խզում կա, որ ընտրատեղամասում հետագա այդ խախտումները կամ երբ որ գնում է դատարան process է գնում, այդ process-ը չի ազդում ընտրական արդյունքների վրա, ընտրական արդյունքները մնում է ֆիքսված ու այս process-ը դրանից, այսպես ասած, տարանջատված է գնում, այդ խնդիրը կա, օրինակ քաղաքացիական հասարակությունը այդպիսի հարցեր է բարձրացնում, բնականաբար կուսակցությունը իրեն ավելի շատ հետաքրքրող հարցեր է բարձրացնում, բայց ընդհանուր որոշակի հարցեր կա, նաև այս 24-25 տարվա մեր փորձը հասարակություն որպիսին, այն խնդիրները, որոնք եղել են ընթացքում, հա, բարձրաձայնում են։ Մի մասը օրինակ ունի նաև, որ կանայք ավելի շատ ներկայացված լինեն ընտրական process-ում եւ նաև ներկայացուցչական մարմիններում, մի մասը, հա, քվոտան մեծացվի, մի մաս ունի այլ պահանջներ ըստ իր, այսպես ասած, փորձի ու մասնագիտացված։ Բայց քննարկումները շարունակվում են, հա, ու սահման, այսպես ասած, չի սահմանափակում որևէ հարցի շուրջ, այդ առումով ես կարծում եմ լավ է ու նախկինում չեմ մասնակցել, բայց որոշակի ավելի մեծ ակտիվություն կա, երևի դա պատճառը նաև այն է, որ միջազգային հանրությունն էլ կարծես թե որոշակի չափով օրինակ այդ հարցերի շուրջ, որոնցի շուրջ նշել եմ, սահմանադրության փոփոխություններն էլ սահմանադրական փոփոխություններն էլ իր դերն ունեցել ու կարծես թե այդ հարցերի շուրջ նաև իրենց վերաբերմունքն արտահայտել նույն ՀԿԺՄԻԳ-ը, Եվրամիությունը, այսինքն կան հետաքրքրված կողմեր, որոնք փորձում են այս հարցը առաջ տանել եւ եթե համախմբվածություն ապահովի այս բոլոր կողմերի միջև, ապա ես կարծում եմ հնարավոր կլինի որոշակի ձևով ազդել, հա, այդ արդյունքների վրա։ Լուսինե, եթե կարելի է հենց միջազգային կառույցների մասնակցության մասին խոսենք այդ գործընթացում, փաստորեն եղել է իրոք ԵԱՀԿ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի գնահատականը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որը բավականին քննադատ
գիտական բնույթ էր կրում եւ ինչքան գիտենք հիմա նաեւ եղած իշխանության կողմից մշակված նախագիծը ընտրական օրենսգրքի քննարկում է Վենետիկի հանձնաժողովում, դուք ինչպիսի ազդեցություն եք այդ միջազգային գործընթացից սպասում կամ միջազգայնացված գործընթացից։ Այդ ազդեցությունը տարբեր ժամանակ տարբեր է եղել եւ հարցից կախված տարբեր է եղել։ Օրինակ նույն ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման հարցում իշխանությունը կուրորեն, այսպես ասած, հետևել է Վենետիկի հանձնաժողովի մի կարծիքի, որը ասում է, որ այդ ցուցակները չպետք է հրապարակվեն, որովհետև պետք է պաշտպանվեն ընտրություններին չմասնակցած անձանց իրավունքները, այդ ամբողջը շատ վիճարկելի է եւ այլն, բայց իշխանությունը սրբորեն կիրառել է այդ ուրեմն կարծիքը։ Բայց օրինակ նույն 2012 թվին, երբ որ մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում Transparency-ն եւ Իրավունքի Եվրոպա միավորումը առաջարկությունների փաթեթ ներկայացրեցին իշխանություններին եւ առաջարկեցին այդ փաթեթը լուրջ քննության առարկա դարձնել եւ ընտրական օրենսգրքում կատարել համապատասխանաբար փոփոխություններ նախքան 2013 թվականի նախագահական ընտրությունները ելի մեզ իշխանությունը վկայակոչեց ՀԿ-ԺՀՄԻԳ-ի ստանդարտները, ասելով, որ պետք է ուրեմն առնվազն մի տարի առաջ ընտրություններից որևէ փոփոխության չենթարկվի ընտրական օրենսդրությունը, բայց միևնույն ժամանակ մենք տեսանք, որ հանրաքվեից ընդամենը օրեր առաջ փոխվեց ընտրական օրենսգիրքը եւ ID քարտերով քվեարկության հնարավորությունը ներմուծվեց, շատ հայեցողաբար են այդ ստանդարտները կիրառվում իշխանության կողմից եւ ճիշտն ասած չեմ կարծում, որ այս պահի դրությամբ մտադրությունը այլ է եւ մտադրություն կա իրապես կիրառել եւ հետեւել այդ բոլոր առաջարկություններին, նաեւ հիշեցնեմ, որ այդ առաջարկությունների մեծ մասը հիմնված է այն առաջարկությունների վրա, որ տեղական քաղաքացիական հասարակությունը արդեն տարիներ շարունակ առաջարկում է եւ ըստ էության ԵԱԿ-ԺՀՄԻԳ-ի զեկույցը շատ նոր բաներ չի ասում է այն ինչը որ մենք բազում անգամներ ասել ենք նույն ցուցակների ուրեմն հարցում վստահությունը բարձրացնելու առումով բողոքարկման գործընթացի առումով ուրեմն վարչաիրավական ընթացակարգերի արդյունավետ միջոց հանդես գալու առումով եւ դիտորդների իրավունքների առումով եւ այդ բողոքարկման սուբյեկտների ցանկի ընդլայնման առումով ամեն ինչը նորություն չի, մենք շատ ենք ասել այդ ամենը եւ այս ուղղակի այսպես ասած կետ առ կետ հիմա այդ զեկույցում ներառվել է, բայց կարծում եմ, որ մտադրությունն այս պահին դարձել ընտրողաբար կիրառելն է, սակայն իրականում գտնում եմ, որ մեր բոլորի Արմենը ճիշտ է նշում համախմբվածությունից եւ ուրեմն պահանջների հստակությունից եւ ուժգնությունից կախված իշխանությունը կարող է եւ ընկրկել։ Փաստորեն մենք հիմա անցնում ենք այդպես տարերային քննարկումների փուլից քիչ թե շատ համակարգված պաշտոնական քննարկումների փուլ, երբ բոլոր քաղաքական ուժերը իրենց առաջարկությունները ներկայացված արդեն ունեն եւ գնալու են նաեւ ֆորմալ ինչ որ կազմակերպված քննարկումների։ Եվ փաստորեն այդպես է ստացվել, որ բոլորս գիտենք, որ արդեն կա ինչ որ օրինագիծ եւ որ այդ օրինագիծը արդեն ուղարկվել է Ստրասբուրգ եւ Վենետիկի հանձնաժողովը երևույթի մոտակա ժամանակ իր կարծիքը հայտնելու է եւ ես համարյա չեմ կասկածում, որ կարծիքը լինելու է դրական, որտեղ մեր օրենքներ գրողները իրեն գիտեն ինչպես շարադրեն ամեն ինչ, որպեսզի Վենետիկի հանձնաժողովը հավանի։ Հա հիմա գալու են հանդիպելու քաղաքացիական հասարակության ընդդիմության հետ եւ ցանկացած այն առաջարկություն, որը մտնելու է հակասության մեջ եղած օրինագծի, ասելու եմ, չէ, Վենետիկի հանձնաժողովը արդեն հավանել է, ինչ եք դուք ուզում։ Չեք սպասում այդպիսի ոչ կոնստրուկտիվ գործընթաց արփին, որպես լրագրող արդեն, հա։ Քանի որ հետևում եք այդ կարգի զարգացումներին։ Սպասում եմ, իհարկե սպասում եմ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ընտրական օրենսգիրքը, որ արդեն
հանրաքվեի անցկացումից հետո պետք է ենթարկվեր մշակման եւ պետք է լիներ ներառական գործընթացի արդյունք։ Այսինքն պետք է մասնագիտական հանրությունը եւ քաղաքական ընդդիմադիր քաղաքական հանրությունը ներգրաված լինեին իրենց առաջարկություններ, համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ծնվեր ընտրական օրենսգիրքը, բայց մենք գիտենք այսօր արդեն օրենքով պետք է արդեն ամփոփած լինեն իրենց աշխատանքները ընտրական օրենսգրքի եւ ներկայացրած լինեն հանրությանը կամ ազգային ժողովին, բայց դեռ այս պահի դրությամբ հանրային որևէ մասնագիտական խումբ, նույնիսկ ազգային ժողովի падգամավորները չունեն օրինագծի նախագծային տարբերակը կամ գոնե սևագրային տարբերակը, թե ինչի վրա է աշխատում մեր կառավարությունը, ինչպիսի օրենք են պատրաստվում ներկայացնել մեզ ընտրական։ Եվ մենք խոսում ենք, որ մենք գիտենք, որ արդեն օրինագիծը չափով նման է, չէ՞, սա անդրական է բարեփոխում։ Միակ տարբերությունը թերևս այն էր, որ երբ դրվեց սահմանադրությունը փոփոխության, մենք գիտենք կոնցեպտուալ ինչ են փոխում ընտրական օրենսգրքում, գաղտնիք է պահվում եւ շատ համառորեն լռում են, թե ինչ է պատրաստվում փոխել։ Գիտենք, որ ուզում են ներդնել էլեկտրոնային քվեարկություն, գիտենք, որ ընտրացուցակները համառորեն հրաժարվում են հրապարակել եւ հանրության համառության արդյունքում միայն մենք կարողացանք պարզել, որ ընտրական օրենսգիրքն արդեն որոշակի տեսք ունի եւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ շատ հատկանշական է, որ վերջին քարոզիայի ժամանակ երբ խմբակցության падգամավոր Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց պարոն Շարմազանովին ազգային ժողովի խոսնակ, թե որ փուլում է ընտրական օրենսգրքի աշխատանքներն ի վերջո մենք պարտավոր ենք իմանալ մեր կարծիքը ի վերջո պետք է լինի այդ ամենի մեջ, նա ասաց գիտեք ինչ, երբ որ պատրաստ լինի դուք այդ մասին կիմանաք, մենք պատշաճ կարգով կներկայացնենք ազգային ժողովին եւ 2 օր հետո երբ արդեն Դանիել Իոնեսյանը իրազեկ քաղաքացի միավորման հարցում է ուղարկում իր արտադատության նախարարություն, տեղեկանում ենք, որ նախագիծը ոչ միայն պատրաստ է, այն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ ես կասկած չունեմ, որ այնպիսի բախումներ, ինչպիսին դուք նկարագրեցիք, տեղի կունենա, բայց ի վերջո կանցնի այն տարբերակը, ինչը նախագծել է իշխանությունների վերարտադրությունն ապահովելու համար։ Ամեն դեպքում 3 հայտնածներից ունի երևի Բարգավաճ Հայաստանը, որ ասում են, հիմա ինչ արտահայտվենք, տեսնենք ինչա նոր կարտահայտվենք մեր կարծիքը։ Որոշ առումով այո, դա ամենակառուցողական մոտեցումը է։ Դա թերևս, որովհետև խոսել մի բանի մասին, որի մասին գաղափար չունենք։ Այո, այս ամեն ինչ այս բոլոր քննարկումները ինչքանով են վերաբերում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, արդյոք պարզ է, որ բոլոր այդ քննարկումները հիմնականում համապետական ընտրությունների մասին են եւ ցավոք համայնքային ընտրությունները հաշվի չեն առնվում։ Դուք ինչ եք տեսնում, անավանդ որ շատ հետաքրքիր շարք է փոփոխությունների, հա, սահմանադրությունը փոխվեց, հիմա ընտրական օրենսգիրքն փոխվեց, ինչ է դրանից քաղելուկ թե կորցնելու տեղական ինքնակառավարման համակարգը։ Ես ասեմ, որ այն ինչ որ իմ գործընկերները հիմա ասեցին, դրանք բոլորը մեզ հետաքրքրում է, որովհետև այն ընդհանուր ընտրական process-ները, որոնք ուղղորդելու են ընտրություններին, կապ չունի այդ ընտրությունը տեղական ինքնակառավարման ոլորտի է համայնքի ղեկավարի տիավականով, թե ընտրությունը համապետական, միևնույն է հետնում բուլետենները, հետնում թերթիկները, նույն դիտորդները։ Այսինքն այս մասով մենք աշխատում ենք առանձնապես չխորանալ, թեպետ որպես հանրային էլեկտրոնային քվեարկություն համայնքում յուղում, հասկանալի է, չէ, բայց մենք ավելի շատ ուրիշ ուղղությամբ ենք սկսել մտահոգվել։ Բանը նրանում է, որ մենք արդեն փորձ ունենք սահմանադրության ընդունումից։ Ինչ եղավ սահմանադրության տեքստ, որի վերալ մենք սկսեցինք ինչ-որ կարծիքներ հայտնել, մեր կարծիքները լսեցին, ասեցին կփոխենք, այս շատ լավ է, մի հատ էսել արեք, ու հետո տարան ազգային ժողով, ու մեկ էլ արդեն ոչինչ չես կարող անել։ Հետո հայտնվեցինք փաստի առջև, ու ստացվեց, որ նույնիսկ հիմա եվրոպական այլ կառույցներ անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին բաներ են նշում, որոնք արդեն անշրջելի են դարձել, որովհետև սահմանադրությունը դրանք հաշվի չի առնել։ Հիմա այս բոլորը մեզ ինչ է, այո, օրինակ, մասնավորապես համայնքի ղեկավարի անվստահություն հայտնելու մեխանիզմը, ոչինչ չկա գրած այդ մասին սահմանադրությունում, թեպետ մենք անընդհատ դրա մասին խոսել ենք։ Հիմա ասում են օրենքով կֆիքսենք։ Գիտեք, օրենքով ամեն ինչը կարելի է ֆիքսել, բայց դեպքում ինչի չի գրվում, որ օրինակ կսահմանվի օրենքով, որ մենք սկսենք դրա մասին խոսել։ Այսինքն այդ բաց թողնվեց։ Ես մտածում եմ, որ օրենքը սահմանադրություն չի, մեկը, եթե ինչ-որ արտառոց բաներ լինի, միշտ հնարավոր է մոտենալ, նորից նայել, վերափոխել, բայց չեմ կարծում, որ ընտրական օրենսգիրքը այդքան հաճախ փոփոխվող օրենքներից է լինելու, եւ այս իմաստով հարկավոր է այս փուլում հասկանալ, որն է այն տեսլականը տեղական ինքնակառավարման, որի արտացոլումը պետք է գտնվի ընտրությունների մասին օրենքում կամ ընտրական օրենսգրքում, որովհետև տեղական ինքնակառավարման ընդհանուր բնույթը
ուղղակիորեն կապված է նրա մարմինների ձևավորումից։ Ինչպես են ձևավորվում մարմինները, հետաբար ինչպիսի տարածքի վրա է ինքը ձևավորվում, հետաբար ինչպիսին կարող են լինել իրանց լիազորությունները, սրանք ուղղակի շարք են։ Եվ այս շարքում շատ դժվար է օրինակ պատկերացնել, թե սահմանադրության հատկապես որ դրույթը կներառվի այս պահին ընտրական օրենսգրքում, որովհետև սահմանադրության մեջ բոլորը կան։ Ինչ հնարավոր է տեղական ինքնակառավարման վերաբերյալ, բոլորը սահմանադրությունում կա։ Ուզում ես ուղղակի ընտրություն կա, ուզում ես անուղղակի կա, ուզում ես խոշորացնես կա, ուզում ես միջամայկային միավորում ստեղծես կա, ուզում ես մեծամասնական, ուզում ես համայնքի ուղղակի ղեկավարի ընտրություն կա, ուզում ես անուղղակի։ Ես ուզում եմ այս փուլում ինչ-որ մեկը քաղաքական հայտարարություն անի։ Իշխող կոալիցիան լինի, կոալիցիա իհարկե չկա դեռ, ինչ-որ մեկ հայտարարություն, որ տարաբնույթ բաներ են ասում, օրինակ վաղ երեկ թերթում հանդիպեցի, Facebook-ում ինձ ուղարկել էին մի վերնագիր, որտեղ գրած էր, որ Դաշնակցական կուսակցությունը ուզում է վերականգնի շրջանները։ Ես ամենևին չեմ ասում շրջանը վատնա, թե շրջանը լավն է, պետք է շրջան անել, թե չէ։ Ես ուրիշ բան եմ ասում։ Այդ ինչ որ մենք ուզում ենք, ինչ որ մեկը պետք է ասի, մենք ուր ենք գնում, որ մենք կարողանանք դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտել։ Եվ այդ դիրքորոշումն էլ ամենևին նպատակ չունի միայն դրոշակը վերցնել, գնալ հրապարակ, ասել մենք դեմ ենք։ Ոչ, միգուցե մենք կարողանանք այն ինչ որ իրանք ուզում են, դրա համար համապատասխան օգնություն, մշակում, համոզել, բացատրել, որ չընկնենք ինչ որ, որտեղ այս դաշտում այդքան շատ մարդեր չկա, այդքան շատ փորձագետներ չկան, որոնք տիրապետում են տեղական ինքնակառավարման։ Վերջերս նաև կա միջազգային փորձ, օրինակ գալիս են փորձագետներն ասում են, հանկարծ սենց չանեք, էսենց էլ չանեք, էսենց էլ չանեք, որոնք արդեն երկրների փորձ են։ Այստեղ ոչ մեկը չի ասում ոնց ենք անելու, որ իմանանք ինչ ասենք։ Արմեն, դուք կարող եք ասել ինչ որ ուզում եք ասեք, բայց նաև իմ հարցին պատասխանեք։ Հա, ես զգում եմ, որ անդադ ինչ որ բան եք ուզում։ Փաստորեն ես նորից եմ վերադառնում երեկվա քննարկումներին եւ այնտեղ հենց ձեր կազմակերպության ներկայացուցիչը խոսեց նրա մասին, որ կարեւոր է հանրության մասնակցությունը այս գործընթացներում եւ որպես դիտորդների եւ որպես վստահված անձանց տարբեր դերակատարումներում։ Եվ փաստորեն մենք այսօր կանգնած ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք շատ լավ փորձադաշտ կարող էին լինեն համապետական ընտրությունների համար։ Արդյոք դուք սպասում եք քաղաքացիական հասարակության, հանրության ակտիվ մասնակցություն այս տարվա թիմ ընտրություններին։ Իրական մենք պատրաստվում ենք թիմ ընտրություններին, որտեղ ես կներեք, ես ասեմ, որ այն 3 համայնքների ընտրությունները, որոնք եղել են, այնտեղ կար մասնակցությունը հանրային, բայց միայն, ասենք, մեր համատեղ կոնսորցիումի շնորհիվ։ Այլ կառույցներ կարծես թե հետաքրքրություններ մենք ավելի շատ պլանավորում ենք մեծ մասնակցությունը սեպտեմբերին, պլանավորում ենք մոտ 1000 դիտորդների կազմված խմբով դիտորդական առաքելություն իրականացնենք, ավելի շատ շեշտը դրել ենք դրա վրա, որովհետև նաև խոշոր համայնքների մեծ մասում մոտ 65% համայնքներում ընտրությունները լինելու են սեպտեմբերին ու ավելի շատ կենտրոնացած ենք դրա վրա ու աշխատելու ենք այդ ուղղությամբ իրականում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով համայնքային ընտրությունները միշտ ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում հասարակությունը հետաքրքրություն է ցուցաբերում դա քաղաքական կուսակցություններից է երևի գալիս նաև քաղաքական կուսակցություն այնտեղերում որտեղ լինում է մրցակցություն փորձ ցույց է տալիս որտեղ կա մրցակցություն այնտեղ մասնակցությունն էլ է բարձր, ընտրախախտումներն էլ մասով չասենք, ամենամասնակցային ընտրությունները տեղականն են, հակառակ։ Չէ, ուզում ասեմ համատական բանով էլի ներքին համատական, բայց այն համայնքներում որտեղ կա մրցակցություն, այնտեղ մասնակցությունը ավելի բարձր է համեմատ մյուս համայնքների, այդ առումով եմ ասում։ Ու այդ հակառակն էլ է լինում։ Չէ, քանի որ մրցակցություն կա, սկսում են խմբեր աշխատել, մոբիլիզացնել, բոլորը գիտենում են ընտրելու եւ բոլորը գնում են ավելի շատ մարդ է հետաքրքրված, ավելի շատ մարդ է մոբիլիզանում այդ դեպքում։ Դրա համար մենք ավելի շատ սեպտեմբերին ենք պատրաստվում, բայց աշխատող չենք անում մնացած գործընթացները, հետևում ենք, ու հասկանալի է, այս պահին նաև ընտրական օրենսգիրքն է, ճիշտ է, ընտրական օրենսգիրքը շարունակում է փակ մնալ։ Ես համոզված եմ, որ հարցի մասին ասում եք Լևոն Զուրաբյանը տվել է Շարմազանովին, Գավառ Շարմազանովն էլ իրականում տեղյակ չունի, որտեղ օրինակ Աշոտյանն էլ տեղյակ չէր, երբ որ իրան գործից հանում էին, որտեղ ինքը Facebook-ում իր աշխատանքի նոր աշխատասենյակի մասին post էր արել։ Այսինքն այնպես չի, որ ամբողջ հանրապետական կուսակցությունն էլ է տեղյակ, դա շատ փոքր խումբ է, ինչ որ
պայմաններից տեղյակ է լինում, որոշ հարցերում տեղյակ է լինում կամ որոշ հարցերում տեղյակ չի լինում։ Այս առումով իսկապես խնդիր կա։ Դրա համար, եթե հասարակական սեկտորում ու նաև այն ուժերի կողմից քաղաքական ուժերի, որոնք մեծ հետաքրքրություն են, որ ընտրությունները քիչ թե շատ ազատ եւ թափանցիկ լինեն, որտեղ այդ դեպքում իրենք հնարավորություն ունեն ընտրվելու։ Այլ դեպքերում ավելի շատ ընտրակեղծիքների արկայության դեպքում ունի հնարավորություն ընտրվելու հիմնականում։ Սպասում եք, որ ակտիվություն լինի քաղաքական կուսակցությունների կողմից, ասենք տեղական ընտրություններում գոնե սեպտեմբերին։ Փետրվարին չեղավ միանշանակ։ Ինձ թվում է կլինի օրինակ ապրիլին էլ կա ընտրություններ Հրազդանում, որտեղ առաջադրվել է նաև Սասուն Միքայելյանը քաղաքացիական պայմանագիր, ու հնարավոր առավել ակտիվ լինի։ Հիմա այս պահին մենք քննարկում ենք հնարավոր ռեսուրսների դեպքում նաև այդտեղ դիտորդություն հնարավոր է իրականացնենք, բայց դա հիմնական թիրախը չէ մեր համար, ավելի շատ գնում ենք սեպտեմբերին, որտեղ մենք նաև պետք է կարողանանք ռեսուրսների խնդիրը լուծել։ Այդ ամեն ինչ կազմակերպչական աշխատանքը արդյունավետ կատարելու համար անհրաժեշտ է նաև ռեսուրսներ։ Ուսուցում, նոր դիտորդների ներգրավում, նաև մեր համար դիտում ենք որպես սեպտեմբերի այդ մեծ առաքելությունը, որոշակի չափով նաև պիլոտային պատրաստվելու 17-ին, դա 17-ին նախապատրաստական աշխատանքներն մեր համար այդ դիտորդական առաքելության տեսանկյունից։ Օժեն, իսկ դուք համաձայն եք Վահանի հետ, որ ընդհանրապես մեզ մոտ ինչ օրենսդրական փոփոխություն լինում է, ինքը մի տեսակ նախապատրաստված չի, հայեցակարգը նախապես հստակ չի առաջադրում քննարկումներին եւ դրանից դուրս է գալիս, որ մի տեսակ միակողմանի գործընթաց է եւ անարդյունավետ է ստացվում շատ դեպքերում եւ արդյոք եթե այո, դա վերաբերում է նաեւ այս ընտրական օրենսգրքին։ Ամեն ինչի վերաբերյալ չի որ կարող եմ ասել, բայց ընտրական օրենսգրքի սահմանադրության նախագիծը եւ այլն շատ մենք տխուր փորձ ունեցանք այդ ամեն ինչի այդ կոնկրետ երկու ակտերի վերաբերյալ։ Առաջինը անգամ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ օգոստոսի 21-ին նախորդ տարի Սերժ Սարգսյանը ուղարկել էր ազգային ժողով նախագիծը, մինչդեռ ընդամենը 2-3 օր անց Վենետիկի հանձնաժողովից ներկայացուցիչներ էին եկել եւ բոլորովին այլ նախագիծ էր ձևավորվել, ինչը հարկել չէին համարել ուղարկել օրենսդիրներին, օրենսդիր մարմին եւ պատգամավորները քննարկում էին հին նախագիծը։ Իրականում նույնիսկ հոկտեմբերի 5-ին ազգային ժողովի պատգամավորների վերջնական տեքստը չեն ունեցել, երբ որ քվեարկում էին։ Հոկտեմբերի 5-ին է, չէ, երբ որ ներկայացվում էր ազգային ժողովում, որ վերջնական տեսքը որ այդ մեկը չուներ։ Եվ հոկտեմբերի 5-ին էլ քվեարկել են ընդամենը 1 քառորյա է նվիրվել այդ ամբողջ քննարկումներին եւ հանձնաժողովի 1-4 ժամանոց նիստ, այդ մասին մի հաղորդման ժամանակ առիթ եղավ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, եթե չեմ սխալվում, իր մոտ բարձրաձայնեցի, ասաց, որ դա քննարկումների ամփոփում է ու անհասկանալի մնաց թե բուն քննարկումները որտեղ են տեղի ունենում այդ դեպքում։ Նույնպիսի գործընթաց սկսվել է ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որովհետև արդեն իսկ այն պահանջը, որ պետքա թափանցիկ լինի, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը ապահովվի եւ այլ։ Այնց օրինակ շատ հետաքրքիր է 2012 թվականին Transparency-ին մենք եւս մի քանի հասարակական կազմակերպություն մի ամբողջ փոփոխությունների փաթեթ էինք ներկայացրել, հենց Դավիթ Հարությունյանի հետ էլ քննարկել էինք, բայց այսօր լրագրողների հարցերից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանն ընդհանրապես տեղյակ չի։ Այս կառույցները իրենք պետքա ինստիտուցիոնալ հիշողություն ունենան, թե չէ, տեղեկատվության փոխանակում պետքա լինի, թե չէ։ Օրինակ այդ փաթեթի մասին այդ հիմիկվա մշակող խումբը տեղյակ է, թե չէ, իրենք ինչ են անում դրա հետ, թե ընդհանրապես տարը ինչ որ դրել են դարակներում ու բայց մյուս կողմից, եթե մենք փորձենք վերլուծենք լրատվամիջոցների հրապարակումները, կարելի ասել դա եթե առաջինը չի, ապա ամենաշատ քննարկվող թեմաներից է։ Ընտրական օրենսգիրքը եւ ապագա ընտրությունները, ընտրակարգը եւ այլն։ Բավարար չի դա լավ աշխատանքի համար, կառուցողական աշխատանքի համար, թե չեն կարծում, չեն հետևում։ Չէ, բավարար կլիներ, եթե մենք
ունենայինք նյութապես այն, ինչի մասին խոսում ենք։ Այն ամենը, ինչը հայտնվում է մամուլում ընտրական օրենսգրքի եւ ընտրությունների մասին, դա բացառապես լրագրողների ինիցիատիվայի արդյունքն է։ Մենք գնում խնդրում ենք, համոզում ենք, պահանջում ենք, որպեսզի նրանք տան մեզ մի բան, ինչը պարտավոր են օրենքով ներկայացնել հանրությանը։ Եվ եթե փորձենք ուղղակի փոքրիկ մոնիտորինգ անել հիմա լրատվամիջոցներում ինչի մասին ենք խոսում, մենք խոսում ենք ենթադրյալ ընտրական օրենսգրքի, ենթադրյալ փոփոխությունների, հավանական մոտ է իրականությանը կարծում։ Երբեմն ոչ, որովհետև մեկ հանրապետական падգամավորը ներկայացնում է ռեյտինգի վերաբերյալ ինչ-որ փոփոխությունների ենթադրություն։ Դրանից առաջ, երբ որ սահմանադրության վերաբերյալ փոփոխություններ արվում եւ փոխում էին սահմանադրությունը, նույն Հրայր Թովմասյանը եւ մասնագիտական հանձնաժողովի մասնագետները ներկայացնում էին մի բան, որը ըստ էության տեղ չի գտել ընտրական օրենսգրքում։ Նրանք ասում են, որ մենք վերցնում ենք իտալիկումը, որը ունի բոնուսային համակարգ, այսինքն մեծամասնություն, ձայների մեծամասնություն ստացած քաղաքական ուժը իրեն հնարավորություն է վերապահելու վերցնել մի քանի տոկոս բոնուս, այսինքն տեղեր եւ դրանով ապահովել իր կայուն մեծամասնությունը։ Հիմա ստացվեց, որ Հրայր Թովմասյանի նույնիսկ մի ամբողջ մեխանիզմով Լուսնեի ասած վերջի այդ ամփոփման ժամանակ Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե ինչպես է գործելու այդ բոնուսային մեխանիզմը։ Հիմա բոնուսը դուրս է եկել, մտել է ռեյտինգը, ինչպես է լինելու այդ ռեյտինգը, ովքեր են դրա համար պատասխանատու։ Կարող է եւ ռեյտինգը լինի եւ պայմանական։ Խնդիրն դա է, որ մի մամուլ գրում է, որ լինելու ռեյտինգ։ Մյուսը նշում է, որ չէ, ասենք պայմանական այսինչյան է հանրապետականից նշում է, որ չէ, չկա ռեյտինգ, մյուսն ասում է կա, դաշնակցությունը ընդհանրապես ուրիշ բանի մասին է խոսում։ Քանի դեռ մենք չունենք այն գոնե նախագծային տարբերակով օրենսգիրքը, մամուլում տեղ գտած հրապարակումները նույնիսկ ապա կողմնորոշում են հանրությանը, որովհետև հանրությունը չի հասկանում վերջո ինչ են փոխում իր գլխին։ Դա, Վահան, ամեն դեպքում ենթադրենք, որ այս մեր զրույցը ինչ-որ ազդեցություն կթողնի։ Ինչպիսի փոփոխություններ տեղական ինքնակառավարման մարմինների համար դուք կուզեիք ընտրական օրենսգրքում։ Գիտեք, մեր համակարգը տեղական ինքնակառավարման այնպիսին է, որ այդ ընտրությունները կամ նրանով ձևավորված մարմինները հետագայում ազդելու են ամբողջ համակարգի գործունեության վրա։ Այսինքն երևի թե ընտրական օրենսգրքի դրույթները ավելի կարևոր են լինելու, քան հետագայում տեղական ինքնակառավարման մասին օրենքը։ Օրինակ, եթե մենք հիմա, չգիտեմ, Աստված ջանի իհարկե, ու հանկարծ ֆիքսի, որ ընտրական օրենսգրքում սահմանված է միայն ավագանու համամասնական ընտրություններ, սա ավտոմատ հասկացվում է, որ մենք ունենալու ենք երևի թե այնտեղ ամեն կա համեն սահմանադրությունը, որն ուզեն կարան որոշեն։ Բայց այստեղ ունենք ընտրական օրենսգրքի հետ կապված ունենք մտավախություն։ Այո, այնտեղ պետք է որոշի ինչպեսին է լինելու է միայն համաստ։ Չէ, ինքը նկարագրելու է ինչպեսին է լինելու։ Եթե մեկը նկարագրեց, մյուսը ոչ, սա ստացվում է, որ այս этаպում սա ենք վերցրել։ Սա նշանակում է ընտրությունները պետք է ձևավորվեն համամասնական ցուցակներով, սա նշանակում է համայնքները ինչ որ չափից ավելի մեծ են լինելու, սա նշանակում է վերաձևելու Հայաստանի վարչատարածքային բաժանումը ու գնալու ենք անհայտ ճանապարհով դեպի ուր չգիտեմ։ Եթե մենք ասում ենք, որ հետո ավագանու համայնքի ղեկավարի ընտրությունները լինելու են անուղղակի, սա նշանակում է պետք է ունենանք լուրջ ավագանու թիմ, համենայն դեպս նաև քաղաքական, որ նրա կազմից անենք, ոնց որ Երևանում արվում։ Եթե մենք ընտրում ենք մյուս տարբերակը, որտեղ ասում ենք, որ չէ, համենայն դեպս համայնքի ղեկավարը շարունակում է մնալ ուղիղ ընտրություններով, այս դեպքում մենք ուրախանում ենք ու ասում ենք, որ եթե նույնիսկ ինչ-որ փոփոխություն լինի, գոնե հայկական այն կարևոր մասը, որտեղ որ մենք Ձեր ուզածը ասեք հիմա։ Մեր ուզածը հետևյալն է. չունենանք այնպիսի մեծ վարչատարածքային բաժանում, հիմա ոնց որ թե դա չի քննարկում, բայց ընտրական օրենսգիրքը դրան համենայնդեպս արտահայտվելու է։ Ունենանք այնպիսի վարչատարածքային բաժանում, որ եւ արդյունավետ լինի կառավարումը եւ մասնակցայնությունը լինի արդյունավետ, որովհետեւ տեսեք ինչ է, ինչքան ինքը մեծ տեղական ինքնակառավարման մարմին է, միգուցե համայնքը այնքան ավելի արդյունավետ է աշխատել ավելի քիչ ծախսերով հնարավոր ավելի շատ ծառայություններ մատուցել, բայց ինչքան մենք իրան մեծացնում ենք, ինքը այնքան հեռանում է բնակչությունից, դառնում ոչ թե տեղական ինքնակառավարում, այլ ուղղակի կառավարում։ Այսինքն մենք գյուղից անցնում ենք դեպի Երևանին։ Այստեղում միջանկյալ տեղ կա, որը ամենալավ կառավարման մոդելն է։ Այս ամենալավ կառավարման մոդելի նկարագրությունն է այսօր մեզ պետք անել, որտեղ վարչատարածքային բաժանումը դա քարտեզի վրա սահմանի փոփոխություն չի։ Վարչատարածքային բաժանում նոր համակարգ առնվազն 3 մասից է բաղկացած։ Առաջինը համապատասխան տարածք, որը քարտեզի վրա է, հետո համապատասխան լիազորություններ, որոնք գրված են համապատասխան օրենքում, եւ համապատասխան փող, որտեղ եթե այս 3-ի համադրությունը հավասար չի լինում, մենք ունենում ենք իրարից տարբեր բաներ։ Ինչու ենք հիմա
կա փոքր համայնք, կա մեծ լիազորություն ու քիչ փող։ Հիմա մյուս տարբերակը, որը միշտ օրինակ են ցույց տալի Վրաստանում, կա շատ մեծ համայնք, քիչ լիազորություն ու սահմանափակ փող, նույնիսկ չկա, որովհետև փող ուղղակի չի գնում։ Այս բոլորի մեջ հարկավոր է ընտրել այն տարբերակը, որ մեր ունեցած միջոցները բավարարեն եւ տալ այնպիսի լիազորություններ, որ այդ մարմինը կարողանա այդ լիազորությունը իրականացնի եւ ընտրել այնպիսի տիրույթ, որտեղ այդ լիազորությունների իրականացումը հնարավոր է իրականացնել արդյունավետ։ Որտեվ տեսեք, մենք գրում ենք նախադպրոցական ծառայության մասին, որ պարտադիր լիազորությունա պետք անի, լավ իմանալով, որ գյուղում կոնկրետ ինչ-որ մի գյուղում 40 մարդ ապրում ու մանկապարտեզի տարիքի ընդամենը 1 երեխա կա։ Ակնհայտ է, չէ՞ որ այս լիազորությունը դատապարտված է։ Եթե մենք իրանց սկսենք շատ մեծացնել, կգտնենք մի ուրիշ խնդրի մեջ։ Կստացվի, որ մեր տեղական ինքնակառավարման մարմինը ծավալով նույնիսկ մարզի կեսն է, կամ ասենք նախկին շրջանը, բայց եւ սոցիալական ծառայություն, եւ առողջապահություն, եւ կրթություն, եւ հասարակական կարգի պաշտպանություն ոչ մի բան չի կարող անել, դրանք անելու է բոլորը մարզը։ Այսինքն սրանք համադրություններ են, որոնք մեկը մեկի հետ շահկապված են։ Հենց այդ ընտրական օրենսգիրքը սկիզբ բնա, որ դրա պետք է հնչվի կարծիքը, տեսլականը, հետո գրվի օրենքը։ Եվ ես, եթե կարելի է ամենապարզ հարցը տամ կապված ընտրական օրենսգրքի, ինչ չափի համայնքի համար դուք ընդունելի եք համարում համամասնական ընտրություններ։ Ասեմ ձեզ, այս բոլորը արդեն իսկ կառավարության կողմից հաստատված հայեցակարգում կա։ Մենք ունենք այն քանակը բնակչության, այն տիրույթը, որի դեպքում առավել արդյունավետ են։ Դա 5000 բնակչության ունեցող տիրույթն է, դրանից ոչ փոքր։ Այսինքն 5000-ից ավել արդյունավետ է դառնում։ Բայց համամասնական ընտրությունները ընտրության մասին չխոսում, որպես տեղական ինքնակառավարման մարմին։ Դրանից ավելի մեծի դեպքում լուրջ ապակենտրոնացում է պետք տեղի ունենալ։ Լուրջ ապակենտրոնացման պայմաններում պետք է ձևել, նորից վերաձևել հանրային կառավարման համակարգը։ Հիմա ձեր տված հարց համամասնական ընտրությունները։ Հիմա տեսեք, միգուցե կարելի է մտածել Գյումրին, Երևանը, Էջմիածինը, Վանաձորը, հա, թող լինեն ընտրությունները համամասնական, որտեղ ավագանու համամասնական ընտրությունները դրանք քաղաքական պատասխանատվության էլեմենտ են ձևավորում։ Այսինքն ավագանին պատասխանատու է, բայց պետք չի դա վերաձևել նրան, որ համայնքի ղեկավարը անպայման տեղից ընտրվի։ Հասկացաք ինչու՞մն է բանը։ Այսինքն որտեղ համայնքի ղեկավարը այդտեղ անուղղակի ընտրություններ, հա, որտեղ մեծամասնական այդտենց ասվում է, բայց ամենևին պարտադիր չի, որտեղ առաջավոր եվրոպական փորձը երկու բան է ասում է համամասնական ընտրություններ արեք, բայց ներառելով նաև քաղաքացիական նախաձեռնություն, որպեսզի ավագանին ձևավորվի ու ունենա քաղաքական պատասխանատվություն։ Բայց ընտրությունները համայնքի ղեկավարի արեք մեծամասնական սկզբունքով, որպեսզի ընտրված մարդը պատասխանատու լինի ոչ թե այն կուսակցությանը, որից ընտրվել է, այլ ժողովրդից, որ իրան ընտրել է։ Այսինքն մենք չգիտեմ ինչի այս երկուսը իրարից արդեն առանձնացրել ենք, օրինակ բերելով Երևան, ասում են, տեսեք Երևանը ինչ լավն է, բայց ի՞նչն է լավ։ Երևանը շատ արդյունավետ կառավարում ունի, փայլուն արդյունավետ, բայց Երևանում տեղական ինքնակառավարում կա, բնակիչ ինչքանով է մասնակցում Երևանի կառավարմանը։ Եթե մենք այդպես ենք ուզում, մնացած Հայաստանը մի հատ Երևան սարքենք, պրծնենք։ Շատ լավ, մենք բավական քիչ ժամանակ ունենք, ուղղակի ամեն մեկին մի կես րոպե։ Ձեր ցանկությունը, որ ուզում եք որ անպայման արտացոլվի ընտրական օրենսգրքում, մեկական, խնդրեմ առնել։ Եթե կարելի է կապեք նաև տեղական ինքնակառավարմանը, բայց պարտադիր չէ։ Ամենագլխավոր հարցը շարունակում մնաց ցուցակների հրապարակումը, որը հիմնական ընտրակեղծիքների աղբյուրն է, ինձ թվում է, եթե այդ հարցը լուծվեց, մոտ 60-70%-ով կարելի է ընտրակեղծիքները իջացնել։ Դա ամենակարևոր պահանջն է։ Կամ էլ գոնե բացահայտել ընտրակեղծիքը։ Հնարավորություն կա այդ դեմը առնելու ու նաև եթե իմանան հրապարակվելու է, ապա իրանք ավելի զգոն կլինեն, երևի ավելի շատ չեն գնա այդ քայլով, ասենք այն մահացածների ցուցակներից դուրս կանեն ու չեն ընտրել։ Արմենը արդեն ամենակարևոր առաջարկությունը իրան վերցրեց, ուսինը զվարացրեցին մահացածին։ Շեշտելով ցուցակները պետքա կարևորեմ նաև բողոքարկումը եւ բողոքարկման ժամկետները կոնկրետ, որովհետեւ եթե կարելի է մանրամասնեք, հա, ինչ նկատի ունեք։ Ընտրության հաջորդ օրը միայն կարող են բողոքարկման սուբյեկտները ներկայացնել դիմում բողոքներ ընտրատարածքային հանձնաժողովներ ժամը 12-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում, դե դուք պատկերացրեք աշխատանքային ժամերը, որը մի ամբողջ օր 24 ժամ
մինչև 24 ժամ կարող է անցկացրած լինել տեղամասում, հետո իրենից ակնկալում են գնալ եւ մի 4 ժամում հիմնավոր ապացույցներով, տեսագրություններով, բանով բերել բողոք ներկայացնել, ընդ որում տանել հանձնել արձեռն ընտրատարածքային հանձնաժողով, որովհետեւ առ այսօր իրանք ինտրանետ ունեն հանձնաժողովները, այդ մասին խոստովանել են կենտրոնական ու ընտրատարածքայինները, այսպես ասած, այնպես կոչված ինտրանետի միջոցով շփում ունեն, բայց մեզնից ակնկալվում է դա տանել, հանձնել, եւ իրենք ունեն 5 օր, որպեսզի որոշում կայացնեն դրա շուրջ, եւ համարյա անխտիր 4-րդ կամ 5-րդ օրն են այդ որոշումները կայացնում, դրանից հետո ամենազավեշտը դա է, դա փակցվում է ընտրատարածքային հանձնաժողովի պատին, անհայտ ժամկետում, ինչ որ անհայտ կետում եւ դրա բողոքարկման երրորդյա ժամկետը սկսում է հոսել այն կետից, երբ որ դա փակցվել է ընտրատարածքային հանձնաժողովի պատին։ Եվ այս իրողությունները հաշվի առնելով դուք պատկերացրեք, թե մեզ ինչքան ոչ անհրաժեշտ է էլեկտրոնային քվեարկությունը։ Այս ասենք հետամնաց իրավիճակները պետք է միած շտկել, նոր խոսել էլեկտրոնային քվեարկությունների եւ այս կարգի բաների մասին։ Ես վերահաստատում եմ ցուցակների հրապարակումը, ցուցակների մաքրումը, երկու ցուցակների գոնե պետք է լինեն Հայաստանից բացակայած եւ չբացակայածների եւ փոխաշխատված եւ թափանցիկ թող աշխատեն ի վերջո։ Թաքնվել պատերի հետևում ընտրական օրենսգիրք գրելը ծիծաղելի է։ Այսինքն դուք աշխատանքի վերաբերյալ առաջարկում եք, ոչ թե ընտրական օրենսգիրքի վերաբերյալ իմ գործընկերներն նայեցին, ես ցուցակները քվեարկության մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակում եւ մինչեւ մասնակցած ցուցակների մաքրում։ Լրատվամիջոցների գործունեության առումով լրատվամիջոցների ընտրական օրենսգրքում չէ, կարծեմ հնարավոր ամեն ինչ կա լրատվամիջոցներ, ուղղակի քաղաքական կամք դրսևորեն չխանգարել լրագրողին աշխատել, ինչը արեցին հանրաքվեի ժամանակ, երբ անհայտ մարդիկ, որոնք կարծես թե կապ չունեին հանրապետական կուսակցության հետ, բռնության էին ենթարկում, ծաղրի էին ենթարկում, նույնիսկ ծեծում էին, թքում էին լրագրողների վրա, սադրում էին, նման ոտնձգություններից լավ կլինի հեռու պահեն լրագրողները։ Ես կիսում եմ բոլորը ինչ իմ գործընկերները ասեցին, ուղղակիորեն, հատկապես վերջինը, ինձ ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ հարկավոր է հանրայնացնել այս process-ը, եւ եթե այս դեպքում մասնագետների խնդիրն է միայն եւ կուսակցությունների, մենք չմոռանանք, որ տեղական ինքնակառավարման ոլորտում մենք ունենք մոտ 900-ի կարգի տեղական ինքնակառավարման մարմիններ համայնքի ղեկավար եւ ավագանի, որոնք այդքան էլ հեռու չեն սրանից եւ ամեն մեկը իրաց կարծիքը ունի։ Այսինքն սա վերաբերում է մի իշխանության, որը Հայաստանում բոլոր յուղերում գրեթե կա։ Այսինքն այս իշխանությունները պետք է դրանով իրանց ապագան տեսնեն։ Ինչը հայտնի չի, իսկ դրանց վերաբերմունքը կարծում եմ, որ այս этаպում շատ ավելի կարևոր է, որտեղ եթե համապետական ընտրությունները իրանց վրա քիչ են ազդում եւ իրանք հաճախ կարող են եւ օգնել եւ պատվեր կատարել եւ ինչ ասել, այս դեպքում երբ որ ուղիղ իրանց է վերաբերվում, սա ավելի ուշադիր է պետք անել եւ պետք է ավելի շուտ ասել այս մարդկանց, որ այս ընտրության պայմաններում քեզ ինչ է սպասվում, որ ինքը հասկանա կողմա լինելու այս ընտրական օրենսգրքին թե ոչ։ Այլապես գալու ենք հայտնվենք մի հատ իրավիճակում, երբ որ ամեն ինչ կա, տարանազգային ժողով ու վերջ, բրծավ, էլ ոչինչ անել չեն կարող։ Եվ իհարկե երևի պիտի բոլորս հուսանք, որ այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները իրոք իրենց նպաստը կունենան եւ պիտի աշխատենք այդ ուղղությամբ, չկենտրոնանանք միայն 17 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա։ Մենք հերթական փորձը փաստորեն կատարեցինք այսօր կառուցողական հուն տեղափոխել այս ամբողջ գործընթացը ընտրական օրենսգրքի վրա աշխատելու, նաեւ ուզում եմ ցանկանալ, որպեսզի այդ փորձը անհույս չլինի եւ բոլորս կարողանանք որոշակի ներդրումներ ունենալ եւ գործընթացի բովանդակության վրա եւ վերջնական արդյունքների վրա, իսկ վերջնական արդյունքները կտեսնենք արդեն նաեւ ընտրությունների ժամանակ եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապետական։ Ես բոլորին շնորհակալություն եմ ուզում հայտնել այսօրվա զրույցի համար եւ անցնենք աշխատանքի, մանավանդ հիմա ամենաթեժ պահն է գալիս ընտրական օրենսգրքի վրա աշխատելու։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։